իմ սուրբ քաղաքի եւ համագյուղացիների բնակիչներ, ուզում եմ այսօր դիմեմ իմ ամբողջ Էջմիածին եւ Հարաքիչ շրջանների ժողովրդին։ Հարգելի հայրենակիցներ, մենք միշտ տարբերվել ենք բոլորից մեր հավատքով, մեր սրբություններով, մեր հյուրասիրությամբ եւ մեր այսօր ապրած կյանքով։ Եկել է ժամանակը, որ մենք ցույց տանք ով են իսկական էջմիածնեցիները։ Հարգելի հայրենակիցներ, առաջինը, որ ես եկա Հայաստան, մեր Էջմիածին քաղաքի համար, որ Էջմիածին քաղաքը կարգի բերվեր, առաջինը ես շնորհավորեցի Փաշինյանին։ Եվ 16 օր հետո Էջմիածին քաղաքը ազատագրվելուց հետո 6 ամիս անցկացրեցի բանտում, 3 տարի ինձ պահեցին այնտեղ, ես սպանվեց իմ եղբայրը։ Այն եղբայրը, որը օգնեց Փաշինյանենց, որ իրանք բերեին զինային վլաստի, որովհետև իմ եղբայրը սրտանց ուզում էր օգնել եւ օգնեց, որ զինան դառնար Էջմիածնի քաղաքապետ։ Եվ 5 տարվա մեջ դուք տեսաք Էջմիածինը ինչ դառավ։ Այսօր Էջմիածինը որպես առաջի քրիստոնեական քաղաք պետք է լիներ ամենագեղեցիկ եւ ամենատուրիստական մեր քաղաքը, որը որ ես պատրաստել եմ այս պրոյեկտը նվեր մեր Հայաստանի մեր քաղաքին։ Կհիշեք, $50 միլիոն ամբողջ աշխարհի հայերը պետք է ներդնեին նվեր Էջմիածին սուրբ քաղաքին այս պրոյեկտի համար, որը առաջի ֆոնտաններն էր աշխարհում, որը չկա նմանատիպը, որը պետք է կառուցել բոլոր հայկական եկեղեցիները ջրով 38 մետր բարձրության վրա, որոնք արդեն պայմանավորվածություն ունեին, որ գային սարքեին։ Իսկ Փաշինյանը, որը դավաճանել է ամբողջ ավանդույթները հայ ազգի, դավաճանել է սրբոց եկեղեցուն, դավաճանել է ամբողջ մեր սրբություններին, ցեխ է նետում մեր քրիստոնեական եկեղեցու վրա, սուտ մանիպուլյացիաներ անելով, եթե տղամարդը սուտ է խոսում, ասելով Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, երբ ստում է, ասում է, ես երբ եմ ասել, որ Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, որ ասում է դուք պետք է դառնաք Հայաստանի մի մարզը, ասում է, ես երբ եմ այդպեսի բնարարել, դա ադրբեջանական տարածք է։ Այսինքն 6 տարվա մեջ ինչ ասելա ստելա։ Հիմա այս ստով նա եկել է մեր սուրբ քաղաքը աղավաղելու, վերջնական ցույց տալու, որ կարող է վերացնել միակ քրիստոնեական կենտրոնը։ Դա չի ստացվելու, հարգելի հայրենակիցներ, որովհետև այսպիսի տղաներ եւ իմ նման տղաներ Էջմիածին քաղաքում 90%-ն են, որոնք կռվելու են իրանց սրբության, իրանց խաչի եւ իրանց սրբությունների համար։ Ինչի համար, որտեղ ծնվել են վանքի ղողանջների տակ, մեծացել են հայկական աղոթներով եւ հայկական ավանդույթներով։ Հարգելի հայրենակիցներ, իմ սրտի խոսքը ես տալիս եմ Սևակին ինչի համար, ճանաչելով նրան դոցենտ տղա լինելով նա, ճանաչելով նրա տատիկին, որը մեր դպրոցի ուսմասվարն է եղել, ինձ դասավանդել է, կրթել է, մեր ամբողջ դպրոցում ինչ հարգանք է վայել, նրա հորեղբայրը Մեհերը մեր հետ ֆուտբոլ է խաղացել, մեր ընկերն է, հորեղբորս տղա ընկերն է, եւ նա մեր կողքի շենքից դեռ մանուկ հասակից ճանաչել եմ։ Ինչ եմ ուզում ասեմ, ես վստահում եմ նրան։ Խնդրում եմ դուք էլ վստահեք, ով կլսի իմ խոսքը։ Համենայն դեպս, եթե նրան էլ չեք վստահի, մի վստահեք այսօրվա թշնամիներին, ովքեր ներսից բաժանել են մեր ընտանիքները, եղբայրը քվոր հետ են կարվածրել, ովքեր բերել են աշխարհի ամենավատ ու ամենաանհարգանք բաները հայ ազգի նկատմամբ, որտեղ աշխարհի բոլոր ծայրերում հայեր արդեն ամանչում են իրանց հայ անվանելու այս կառավարության շնորհիվ։ Դրա համար հարգելի հայրենակիցներ, նորից մեկ անգամ բոլորով այս գիշեր քնելով, հասկանալով մեր թասիբը, հասկանալով մեր Էջմիածնի քաղաքի ուժն ու զորությունը, որի մեջ ապրում ենք, գործում ենք եւ ամբողջ աշխարհի վրա որտեղ լինելով պահում ենք Էջմիածնի սուրբ անունը, որտեղ դա միակ Աստծո տունն է, մեր հոր տունն է, որի համար կռվել ենք եւ գնալու ենք մինչեւ վերջ։ Ամեն, արեք ձեր սրտ ընտրությունը ճիշտ, վաղվա օրը չամանչելու ձեր երեխաների եւ ձեր թոռների դիմաց։ Amen.